Բելառուսիայում մեզ մոտ մի քույրիկ կար, նա 20 տարեկան էր։ Մի անգամ դա հալածանքների ժամանակ էր, եւ մի անգամ եղբայրներից մեկը մտնում է եկեղեցի մագնիտոֆոնով ու փորձում է պաշտամունքը ձայնագրել։ Հենց այդ պահին ոստիկանությունը մտնում է ներս։ Քույրիկը վերցնում է իր վրա։ Դե մտածում է 20 տարեկան աղջիկ եմ, քանի տարի ինձ պետք է պատժեն, բայց նրան դատեցին ողջ ծավալով։ Վերագրեցին նաև այլ հանցանքներ ու ազատազրկեցին 20 տարով։ 20 գումարած 20 դառնում է 40։ Նրանից պահանջում էին մի բան՝ ստորագրի, հրաժարվի եւ դու ազատ կլինես։ Ասա ով է նա ու դու ազատության մեջ կլինես, բայց նա հրաժարվել էր։ Նա նստեց ու դուրս եկավ։ Աքսորված էր եղել, երբ ազատվում է ու պետք է վերադառնար, նորից էին հարցրել՝ կհրաժարվես։ Ասել էր ոչ։ Նրա պայուսակի մեջ կզաքիսի մորթի էին դրել ու երբ նա վերադառնում է Մինսկ, այնտեղ խուզարկում են ու հայտնաբերում այդ մորթին ու մի անգամ էլ մաքսանենգության համար են 15 տարի ազատազրկում։ Երբ նա դուրս է գալիս, ծնողներն արդեն մահացել էին, տունը քարուքանդ էր եղել, ցանկապատ չկար, չի ամուսնացել։ Ես հարց եմ տալիս ձեզ, նա օրհնված է թե ոչ։ Մի անգամ այս երկիր եկավ փեսացուն։ Դա ոչ թե պարզապես փեսացու էր, նա թագավորների թագավոր, տերերի տերն է, եւ նա առաջարկեց ոչ թե մեկ ձեռքը, այլ երկու ձեռքերը, եւ այդ երկու ձեռքերը խոցված էին, եւ հարց տվեց պարզապես, որ հարսը կգնա այդ փեսայի հետևից, ով կհամաձայնվի, ով կհամաձայնվի հոգևորապես ընդունել իր կյանքում ամենակարևորը։ Ես շնորհակալ եմ Աստծուց, գտնվեց այդ հարսնացուն։ Նա նույնպես քիչ չէր տառապել առյուծներից, գուբերում, սպանություններից, երբ նրան այրում էին, ինկվիզիցիա, նա տառապել է, բայց նա գնաց փեսայի հետևից ու տեսավ ինչ-որ ավելի կարևոր ու արժեքավոր բան։ Այդ քույրիկն իրականում օրհնված էր, նա ունի ավելին, նրա կյանքում փեսա կա, ով եկավ նրա հետևից, նա արդեն հավիտենության մեջ է եւ փեսան տարել է նրան,